Ես ուզում եմ եթե բան էիր ասում Վարուժան։ Ասա, չէ, Նրանք որ վերջինն են կլինեն առաջինը։ Թող ես Խնդրեմ Սրբազան։ Թող եթե բանն եք ասելու ասեք, ֆորմալ, չէ, խնդրեմ։ Ես ուզում եմ պարզապես վերստին շնորհակալություն հայտնել ձեզ, անձնապես ձեզ, Վարուժան, ձեզ Նարե, ձեր այս ամբողջ պայքարի ճանապարհը անցնելու համար, չհուսահատվելու որևէ ձև, գիտեմ ցավի տառապանքի աստիճանը, բայց այնինչ ունեք ներշնչող է եւ նաեւ վստահ եմ ուրիշների կյանք փոխանցվող։ Եվ ուզում եմ միևնույն ժամանակ առիթից օգտվելով մեր անտիֆեյքի ամբողջ կամ իմնեմնիմի հաղորդաշարի եւ անտիֆեյքի ամբողջ անձնակազմին, հատկապես մեր Նարեկին, Վազգենին, մեր գնահատանք հայտնել, մեր անձնակազմին հայտնել, մեր աղջիկներին հայտնել, մեր օպերատոր, մոնտաժող, ինչ կա, ռեժիսոր, գծագրող, ծրագրող, բոլորին հայտնել։ Նախ մի քիչ անձնական իմաստով էլ ասեմ, որ գիտեմ հենց այս օրերին անցյալ տարի մեր այսպես կոչված կալանավորումից հետո կամ այդ ժամանակահատվածում նաև իրենք եւ հստակ կերպով շատ շեշտադրված կերպով բազմաթիվ հաղորդումներով նվիրել են նաև այս անարդարության եւ ապօրինությանը, որը չի վերաբերել անձնապես ինձ խորքում։ Այո, մեր անձերն են եղել, բայց վերաբերել է ընդհանուր անարդարության եւ ապօրինության միջավայրին, որի միջով իրենք էլ անցնում են հենց հիմա, այս պահին։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել գնահատանքով, մեծ սիրով եւ գնահատանքով եւ սրտով հղել բոլոր կալանավայրերում գտնվող ձերբակալված, տնային կալանքում, որևէ այլ վայրում, որևէ կերպով ազատությունից զրկված անազատության մեջ գտնվող մեր սիրելիներին։ Այո, ես ասել եմ, կրկնում եմ, շեշտում եմ եւ հավատում եմ, համոզումով եմ ասում, հաղթանակը այլընտրանք չունի։ Հոգևոր Հայաստանը ի վերջո հաղթելու է, որովհետեւ նյութական որևէ երևույթ երբեք չի տևել սահմանափակ ժամանակից ավելի։